լրագրողը չպիտի խաղա։ Հա, տպավորությունը, բայց դու մարդ ես, որը որ խոսքի խնդիր չունի, կոմունիկացիայի խնդիր չունի, չէ՞, կարող է հանգիստ դիալոգ տանել, բայց մեկ էլ նայում ես ու ինչ-որ մի բան չի ստացվում, ու չես հասկանում ինչ է։ Ինձ թվում է, այստեղ նաև բնավորության հարց է, որովհետև նայեք ես շատ հաճախ գիտեմ ինչ հարցա պետք տալ, որը որ կլինի ավելի սկանդալային, ավելի սուր, որը որ լրագրողը իրան կարող է թույլ տալ ու պիտի թույլ տա։ Բայց օրինակ ես շատ հաճախ տանիքում մեծամասամբ լինում եմ մեր սրտի տանիքներով մասն է խոսքը իմ ընկերների հետ։ Ու ես չեմ կարողանում ինձ թույլ տալ այդ հարցերը շատ սուր տալ այնպես, որը որ իրան թույլ կտա տալ լրագրողը։ Ես ինձ թույլ եմ տալիս միշտ։ Բայց ես ասեմ հետևյալը, որ ինձ թվում է սրտի տանիքներով սիրվում է դրա համար, որովհետև այդ պրովոկացիան մի տարածք է, որտեղ երբ որ դու մարդուն չես տալիս այդ սուր հարցերը, երբ որ դու մարդու հետ ընկեր ես դառնում ու եթե դեռ ընկեր չես, մարդ շատ ավելի արագ է քեզ վստահում, շատ ավելի անկեղծ է լինում ու չի պաշտպանվում քեզանից, որովհետև երբ որ ինքը գիտի եկել է մի դաշտ, որտեղ որ իրեն տալու են հարցեր, ու իր առջևում նստած է լրագրող, ու միշտ մենք սրտի խորքում երբեմն վախենում ենք այդ լրագրողի հմտություններից, որ այնպես մեզ կմոլորեցնե, որ մենք ասենք ինչ որ գուցե պետք չէր ասել, այս դեպքում դա չկա։ Իրականում կա նման բան, բայց ժամանակի ընթացքում ես դուրս եմ եկել ժամանցային լրագրությունից, հետաքրքիր մի դրվագից հետո, երբ որ շոու բիզնեսյան հայտնի մարդ, երկու հայտնի մարդիկ բաժանվեցին, եւ դա շատ հետագայում հանրայնացրեցին իրենց անձնական, անգամ չեն հանրայնացնել, եթե չեմ սխալվում, այդպես ներքին խոսակցություններով, իմ ներսի դրական վերաբերմունքը լավ իմանալով, որ առնվազն դա կցավացնի X կողմին, ես չդրեցի այդ նյութը։ Բայց ես գիտեի, որ ես եթե այդ նյութը դնեմ, կպայթեցնենք համացանցը եւ քանի որ նրանք այդպես շատ քննարկվող էին այդ ժամանակահատվածում, շատ հետաքրքիր էին, բայց ես ներքուստ հասկանում էի, որ դա կցավեցնի այդ մարդուն։ Ես որ պայթ սկսեցի հասկանալ, որ շոու բիզնեսյան աստղերը ինչ որ չափազանց մոտ եմ ընդունում իմ պինդ սրտին, ասացի դե լավ, չաո կակաո, կասենք։ Այսինքն պիտի ամեն դեպքում, եթե դու չոր լրագրությամբ ես զբաղվում եւ օրինակ, չգիտեմ, իմ ու Քնարիկի դեպքում, դա էլ ավելի բարդ էր, որովհետեւ անդադ դիմացդ գալիս են հայտնվում են քո ընկերները, գոլեգաները, մարդիկ ում հետ դու միևնույն է, այսինքն պետքա ինչ-որ միտեղ, եթե չես հանդիպել, անգամ հանդիպելու ես, մտածում ես, որ ինչ-որ դիսկոմֆորտ է լինելու ամեն դեպքում, եթե դու չոր լրագրությամբ անես, բայց այսպես էլ հակառակ կողմը պահանջում է, որ սկանդալային նյութեր արեք, որպեսզի դիտումներդ ավելի շատ լինեն, բայց տանիքներով ստեղծվեց նրա համար, որ երբ օրինակ ես լսում էի շատ մտերիմ ընկերների հասցեին տարբեր կարծիքներ, ու դա իրականությանը չէր համապատասխանում, որովհետև ես սկսում էի կռվել այդ մարդկանց համար, ես մի օր ուղղակի այն որ արդյունքներդ աչքերին, որ դու ապացուցում ես, որ դա այդպես չի, հասկացա, որ ես պիտի ունենամ մի վայր ու դա եղավ տանիքում, որտեղ ես իմ ընկերներին մարդկանց ցույց կտամ իմ աչքերով։ Այն անկյունից, որը որ գիտես, երբ որ դու հյուր ես գնում հեռուստատեսություն կամ հաղորդման հյուր, դու հարցերին պատասխանում ես, բայց դու ընկերոջդ հետ չես խոսում։ Իսկ այստեղ ես ուզեցի, չէ՞ որ որոշակի գաղտնիքների ես տիրապետում եմ արդեն որպես ընկեր, ես գիտեմ մեր շրջանակը, գիտեմ իր մամային օրինակի համար, ինչ միջավայրում է ինքը մեծացել, իր մանկությունը ոնց է անցել, իր քույրիկը կամ եղբայրը իր համար ինչ է արել, ինչքան փող չեն ունեցել, դրա տեղը ոնց են լրացրել, այսինքն երբ որ դու մարդուն այդ շերտերով իմանում ես, ուղղակի անկեղծ եմ ասում, ցանկությունս մեկն է եղել, որ մարդիկ իմ ընկերներին մի հատ ուրիշ անկյունից տեսնեն։ Ֆլեշբեքով մոտս Անահիտ Սիմոնյանի հարցազրույցը եկավ աչքերիս առաջ։ Թեկուզ ինչի՞ չէ, նույն Ավետինը Բարսեղյան, որովհետև առաջի հաղորդումը եղել է Ավետը Բարսեղյան ու Ավետի իմ թալիսմանն է։ Մենք Ավետի հետ շատ վաղուց իրար գիտենք, ես միշտ ասեմ Ավետին միշտ հաջողություն ես բերում։ Իսկ եղել է հյուր որ օրինակ այդ մտերմությունը չունես իր հետ կամ այդքան չես ճանաչում։ Այդ հյուրի դեպքում ընկերս չէր, բայց հավակնում էր, բայց քարիկը մեծ ցանկություն էր։ Բայց արդեն դարձավ։ Բայց անկեղծ այդ դեպքում շատ
դժվար էր ինձ համար։ Դժվար էր այն առումով, որովհետև գուցե ինձ ներսում հա իմ մոտ կա ինչ-որ մի հատ կարծրատիպ այն մարդիկ, ովքեր որ շատ ապահովված են, ծնվել է դե Lamborghini տղան է Lamborghini ընտանիքում, այսինքն այդ ապահովության գագաթի մեջ, ու ինքն էլ պատմեց, որ ինքը ոնց որ այդ իրենց քաղաքի ինչ-որ արքայազն լիներ, որտեղ այդ մեքենան 7 տարեկանից ինքը քշում էր, ու ոստիկանները ասում աչք էին փակում, որտեղ գիտեին ում տղան եմ ու ով է իրենց Կյանքորի ես ձգտում եմ։ Բայց գոնե երեխաներս անկեղծ, գիտեք, երբ էմոցիոնալ քանդվեցի ներսից, երբ որ ինքը ասեց, որ իր համար ամենաթանկ էմոցիոնալ պահերը դա նա է, երբ որ իր երեխաները իրենց ցույց են տալիս իրանց սերը։ Ասած միշտ չի լինում, չէ՞ որ երեխաները իրանց էմոցիաները քեզ ցույց են տալիս, որ քեզ սիրում են, որ քեզ գրկում են, այդ ջերմ պահը միշտ չի որ լինում է։ Ինքը ասած այդ իմ համար ամենից թանկ պահն է։ Գավտակ ես հուզվեցի, հասկացա որ դիմացից շատ մեզ նման էմոցիաներով པարզ բաներից թվացող པարզ բաներից երջանկացող մարդ է։ Դու fail հարցազրույց ունեցել ես։ Fail հարցազրույց։ Ինքնավստահություն, որին մենք արժանի ենք։ Բոլոր հարցազրույցները նիշով ես համարում։ Չէ, ոչ մեկ չեմ համարում իրականում, հակառակ ասեմ։ Նախ ինձ համար ի սկզբանե շատ բարդ էր այդ ֆորմատը։ Ես այդ առաջարկը ստացա, ասեցի լավ, в принципе բարդ բան չկա։ Մարդիկ մեծ մասամբ ես ճանաչում եմ, դիալոգի մեջ իրենց հետ մտնել բարդ չի, բայց էլի հասնում էին հարցին, որ պետքա ինչ-որ սկանդալային հարցեր լինեն, պետքա հյուրը ինչ-որ անհարմար իրավիճակում հայտնվի ու իմ ընկերն է, պետքա, հետո ես մի հատ բան էի նկատել, ես տրամադրության մարդ եմ, տրամադրության տակ ընկնող, եթե իմ հյուրը ակտիվ էր և խոսող հյուր էր և էներգետիկ մենք իրար հետ կոմունիկացիա ունեինք, ես հյուրի հետ շատ օքեյ, մեր զրույցը շատ լավն էր դառնում, եթե հյուրը պասիվ է ու ինքը ինչ-որ լակոնիկ պատասխաններ է տալիս կամ էներգետիկ փակ է, հա, ու այդ պասիվությունը գալիս էր իմ վրա, ես էլ էի դառնում, ու զգում եմ, որ ինչ-որ սենց կեսից ինչ-որ սենց անհարմար եմ նստած, ինչ-որ այս բասկաթոռը միշտ նստել եմ, բայց ուրիշ է, ինչ-որ սենց պատ է, ինչ-որ չեմ հասկանում, ինչ-որ միտքս կեսից գնում է ուրիշ տեղ։ Այդ պահին պիտի վատ պրովոկացիոն հարց տաս, մի քիչ իրեն գցես դիսկոմֆորտի մեջ, այդ հմտությունների համար, այդ հմտությունները պիտի դրանից առաջ պիտի ծանոթանայի քեզ հետ, հետո եղավ այդ իմ քո ծանոթությունը, որ ես այդ հմտությունների մասին էի խոսում, որոնք որ լրագրողները տիրապետում են այդ գործիքներին, հա, որ ոնց անեն, որ իրավիճակը փոխեն, որտեղ իրավիճակի տերը դու ես։ Դա քո հեքիաթն է։ Իսկ ես ամեն դեպքում դերասանուհի եմ, չէ՞, իմ դիմացի ինչ բան է, ես այդ վերցնում եմ սենց հայլուպես ու սկսում եմ դառնալ դիմացինի արտացոլանք, ընկնել իր ազդեցության տակ։ Այդ ինձ թվում է այս մասնագիտական բնավորության եւ գուցե նաեւ իմ մարդկային բնավորության ինչ որտեղ հատկությունը, որը որ չունեն լրագրողները, իրենք չեն ընկնում երբեք։ Ես շատ անգամ նկատել եմ, որ ինչ որ հարցազրույցի են ինձ կանչում եւ ոնց էլ ես իրենց պատասխանեմ, ինչ հուզառատ բան էլ ասեմ, իրեն չեմ շարժում տեղից։ Ինքը միևնույն է, սցենարով շատ ճիշտ գծած գնում է առաջ, առանց էմոցիաների, ես հուզվում եմ իրենց հետ, ինչ որ բան էին ասում, ես հասկանում եմ, որ ես ուզում եմ լացեմ, ու մտածում եմ, որ բայց սա պրոֆեսիոնալ չի ռոզ, եթե դու հենց հիմա ասենք ավելի շատ հուզվես, քան դիմացին։ Երբեք չեմ լացել, չեմ էլ հուզվել։ Կհավատակ, այստեղ լացել հուզվելը ինքնանպատակ չի։ Դա բնավորության, դա տեսակի հարց է։ Երբ որ դու ասում ես, որ ես ընկնում եմ իր հուսանքի տակ, կամ երբ որ այդ պատին ես հանդիպում եմ, օրինակ ես որ այդ պատը հանդիպում եմ, մինչև նախ հարցազրույցը, չէ՞, որտեղ հանդիպում եմ, շփվում եմ, այդ ընկերանալու process-ը պիտի լինի։ Եթե ես հասկանում եմ, որ այդ քիմիան տեղի չի ունենում, ես այդ մարդուն չեմ նկարում։ Մենք ուղղակի թիմով չենք նկարում, որովհետև եթե այդ քիմիան չեղավ, այդ ընկերության, այդ ջերմությունը, փող վստահություն եթե չեղավ, այդ ամեն ինչը անիմաստ է։ Այդ զրույցը կոնկրետ տանիքի մասին եմ, ես մեր սրտի տանիքներով եմ ասում, որտեղ այդտեղ պիտի մարդիկ լինենք, ես ինքս շատ անկեղծ եմ։ Ես ինչի տես դու ինձ հրավիրել ես, ես խույս եմ տվել ու եղել է որ ինձ հրավիրել են այդ հարցազրույցային ֆորմատների
զրույցների ու ես չեմ գնացել մի պարզ պատճառով, որովհետև ես կարծում եմ, որ մեզ մոտ ես իմ հյուրի հետ այնքան անկեղծ եմ լինում, ես ինքս երբեք իմ գաղտնիքները չեմ թաքցնում, այն ինչը որ ինձ ցավ ա տվել, այն ինչը որ ինչի միջով ես անցել եմ, որ կարող այդ հետքը միջև օրս մնացել է, ես շատ պարզ ու անկեղծ իր հետ զրուցում ու ես կիսվում եմ։ Ու մեկ այլ ստուդիայում դա անել էլ չեմ ցանկանում, որովհետև չեմ ուզում, որ այդ ամենը դառնա անհետաքրքիր։ Այսինքն ամեն դեպքում որպես ինֆորմացիա ինքը այնտեղ արդեն բացված է, ստացվում է դա լինելու է կրկնություն, գալու նորից նույն բաները։ Քանի հյուր ա եղել, որ այդպես ասել եք։ 100-ից ավել նկարել են, բայց մի դեպք եղել է, որ էլի դեպք եղել է, օրինակ զրուցել եմ, եղել է, որ հետո ասել եմ հետո կնկարենք, որովհետև այդ քինան չէր ստացվում, շատ անկեղծ կասեմ, օրինակ Էվային Խաչատրյան, որտեղ մի հատ պաշտպանողական բան կար Էվայի մեջ, ու ես իրան ասի Էվա, ասի նայ, եթե դու չդառնաս իմ ընկերը, չի ստացվելու, տարի չնկարենք, որտեղ այս այդ ֆորմատը չի։ Ու անդադ լինում էր, հետո ինչ որ չէր ստացվում, ես իսկապես ուզում էի, որ այդ պահը չստացվեր ու մենք չնկարենք դեռ։ Հետո պատահաբար ես նայեցի, եթե չեմ սխալվում, կնոջ օրագիրը։ Իրա, ես նայում էի ու իմ աչքերից արցունքները հոսում էին, որովհետև ինքը պատմում էր իր էմոցիոնալ որոշակի կյանքի դրվագների մասին, որը ինձ շատ հուզեց։ Ու ես իրան զանգեցի, ասեցի, այ հիմա դու իմ հերոսուհին ես, ես նայել եմ, մենք հանդիպեցինք, սուրճ խմեցինք, ես հուզվեցի էլի, Էվան էլ հուզվեց, ես Էվայից ավելի շատ, ու ես հասկացա, որ ես այ հիմա մեր մոտ կա այդ կոնտակտ ու արդեն ենք պատրաստ ենք այդ զրույցին։ Ու ինքը շատ լավ սրտի տանիքներով ստացվեց։ Ու ինչ հետաքրքիր բաներ եք իրականում պատմում, երբեք էս պրիզմայով մասնագիտությանս եւ աշխատանքին չեմ նայել, երբեք։ Այսինքն ես 18 տարեկանից լրագրող եմ եղել, դե քաղաքական եւ դատական լրագրող եմ եղել, դա ուղղակի այսպես skip ենք անում կյանքի հետեջը, բայց եթե ուղղակի նայում ենք շոու բիզնեսյան լրագրության այդ этаպը, երբեք այդ պրիզմայով որևէ մեկի հետ հարցազրույց չի արվել։ Ինձ անգամ հիմա այս վերջերս հարցնում էին, որն էր քո մոտիվացիան X հերոսին հրավիրելու։ Սեմ չի եղել մոտիվացիա, եթե դա ձեզ որևէ դա չոր հաշվարկ է, չոր աշխատանք։ Հետաքրքրել, գրավել, այդպես հուզել։ Դուք հիմա պատմում եք, ես իմ ներսում ասում Թերեզա, դու ունես խնդիր, եթե երեքով նստած եք երկուս էսպես։ Չէ, բայց արի հաշվի առնենք, որ մենք երեքով նստած ենք, բայց երկուսս դերասանուհիներ ենք։ Այո, եւ ես Այսինքն մենք ցանկացած աշխատանքի մեջ չունեցանք էմոցիոնալ բաժին, մեծ այդ աշխատանքը կամ ձախողելու ենք, կամ չենք անելու, կամ չենք գտնելու մեզ դրա մեջ, այդ շատ կարևոր է։ Կամ ուրիշ ձև ենք անելու։ Ուղակի տղամարդ ես պես հուզվել ալե խառնվա եւ ինձ կոմենտներ էին գրում ինչպես մեր ընկեր Գառնիկն է իմ մասին ասում Սուզասարույց անվրույր է հայ որևէ պահի կոմոդա ուղակի ընկալվում է որպես X ինֆորմացիա որ գալիս է ինֆորմացիա դու ընկալում ես այդ ինֆորմացիան եւ քո ներսում ֆիլտրում ես հաջորդ հարցը այդ տեղից դու ինչ որ խայտ վերցնում ես տալ հաջորդ հարց չտալ հաջորդ հարց այլին լրագրող շնորհակալ Ես անկեղծ եմ ասում։ Ես երբեմն որ ասում են դե դերասանները, երգիչները, սա մեր ոլորտն է, հիմա բոլորը վարում են եւ այլն, ես հասկանում եմ, նույն կերպ մենք կարող ենք ասել, դե գիտեք, բոլորը այսօր TikToker-ները, չգիտեմ, գալիս են ասում են, որ մենք դերասանուհիներ ենք եւ այլն, բայց դա բավականին բարդ մասնագիտություն է իրականում, ու բավականին ջանքեր ու մեծ աշխատանք պահանջող, բայց ինչևէ դրա հետ մեկտեղ ես միշտ ասում, որ ես լրագրող չեմ։ Ես ոչ մի լրագրողի տեղ չեմ ուզում զբաղեցնել, բայց ես ունեմ այն հատվածը, այն անկյունը, որտեղ ես իմ ընկերների հետ կարող եմ ազատ զրուցել ու դրան ականատես լինեն մարդիկ, որ ոչ թե, չգիտեմ, հարևանի պատը կդնեն ու այդ բաժակով կլսեն ինչ են կռվում, ինչ են խոսում։ Մենք միշտ ուզում ենք թիմով ստանալ այն տպավորությունը, որ այ երրորդը ուղղակի պատահաբար լսում է երկուսի խոսակցությունը։ Դե բայց ախր դա էլ իր ֆենոմեն է, ամեն բան ունի պահանջար։ Ձեր հաղորդումը նայում է այն մարդը, որ ուզում է այդպես տենց նստի եւ այսպես էմոցիոնալ ապրում ակցիա, օրինակ իմ հաղորդումը ժամանակի փակվել է, եթե ինչ top time-ը էլ չի նկարվում։ Հիմա պատմում եմ մարդիկ ասում են, այ շիկահեր աղջիկ ինչի մասին է խոսում, եթե ես գանգրահեր էի եւ սևահեր ժամանակին այդ հաղորդման,
բայց իմ հաղորդումը նայում են մարդիկ, որոնք օրինակ նայում են եւ ուզում են հասկանալ Արամը Մելիքյան, խի երկու աղջիկ որտեղ գրեց, որն էր այս տղամարդու մոտիվացիան։ Բնականաբար այդ ժամանակ դու եւս պետք է տենց մի էմպաթիկ բաներ պետք է քո ներսում լինեն, բայց հիմա թրենդային բառ կա, դու սև էմպաթ ես որպես լրագրող։ Դու բռնում ես իր տրիգերնի տոճկան, տեսնում ես ինքը ինչից բորբոքվեց, ինչից ասես Թերեզա ջան, ասես всё, դե լավ, կպանք շարունակ։ Ես զգացի ինչն է քո ներսում որևէ հույզ առաջացնում։ Դες դու կարող ես նայ պրոֆեսիոնալ լրագրողը կպավ կշարունակի, այսինքն ինքը այդ կայծն ունեցավ, որտեղ կանոնում է ճիշտ իր լրագրությունը։ Իսկ իմ բասկաթորը ինչ որ դառնում է աննորմալ է, դու ես կարող է այդ տեղից, որտեղ որ ուրիշ էմոցիոնալ ապրում ունենա իմ հյուրը, ես հայտնվեի լրիվ ուրիշ էմոցիոնալ վիճակի մեջ ինքս ու հետո մի հատ ինձ պետք էր ինքնակառավարում ունենալ, հետո նոր անցնել հյուրին։ Այս արդեն էմոցիոնալ մարդու մասին է խոսում, բայց ինձ հետաքրքիր է։ Եղել է հաղորդում, որ երկուստ էլ նկարահանեք, բայց արդեն նկարահանեք ու հասկանաք, որ չի տա եթեր տալու չի։ Ես ամեն ինչ տվել եմ։ Եթե բնականաբար լրագրության ոսկե օրենքն է, որը հատվում է բժշկության հետ, պետք է չվնասես մարդուն։ Երբեք չպետք է նա որևէ վնաս կրի։ Բայց ես միշտ մտածում եմ, որ իմ դիմաց նստած է բանական եւ չափահաս 18 տարեկանի շեմը լրացած անձնավորություն, որը պետք է գիտակցի ինչ է խոսում։ Ես կարծեմ դուք եւս ես երիցս ունեցել եմ հարցեր, երբ որ ինձ հարցազրույցից հետո զանգահարել են օրեր անց եւ ասել են ես այս ժամանակահատվածում այս թեմայից խոսել եմ, արի հանենք։ Եզակի միջադեպեր են եղել, երբ որ ես պայքարել եմ այդ կտորը չհանելու համար, համոզված լինելով, որ դա ուղղակի ինքն է տենց այդպես մտածում, դա իրեն վնաս չի տալու, բայց եթե ինձ հակապաստարկ են տվել, որ պետք է այդ կտորը հանվի, ես իսկապես իմ հյուրերն էլ հիմա որ ինձ հետ աշխատել են բազմաթիվ կտորներ հեռացվել են, որպեսզի իրենց չվնասվեն, բայց եղել են միջադեպեր, երբ որ ես հասկացել եմ, օրինակ այսա ինչ որ ալիք է ստեղծելու, բայց օրինակ քննարկել եմ, ասել եմ, օքեյ ամեն ինչ, всё նորմալի, շեֆու նորմալի, բայց մեծամասամբ դրել եմ, չի եղել դենց հարցազրույց, որ չի հրապարակվել։ Մեզ մոտ էլ չի եղել, բայց եղել է, որ զանգահարել են ու խնդրել են, որ այսինչ հատվածները դուրս գան, ու հիմնականում դրանք եղել են շատ կարևոր հատվածներ, բայց մենք թիմով միշտ որ նկարում ենք, ուզում ենք, որ այդ հաղորդումը, որը որ մենք մոտենում ենք որպես մինի ֆիլմ իր մասին, այդ մարդուն ուրախություն պատճառի։ Եթե այդ էմոցիաները իր մեջ չի արտնացնելու, թեկուզ այդ լավ դիտումների հաշվին դա չի գնացել եթեր։ Ու ասեմ ավելին, եղել են արդյունքներ, եղել է որ մի քիչ այլ խոստովանություններ, բայց մարդը չի դիմել ինձ, որ մենք դա չտեղադրենք։ Պարզապես, երբ որ ես դա դիտել եմ, հասկացել եմ, որ դա պետք չի այդ աստիճանի անկեղծություն ու դա կարող է իմ ընկերոջը վնասի, ուղղակի մոնտաժել ու ինձ զանգել ասել է՝ «Մի րոպե, ես դու դա չես դրել, թեկուզ անասում այդ պահը պիտի դնենք»։ Ասեցի չէ, չեմ դրել։ Մեծահոգությունն ունի անուն քնարիկ զակը։ Չէ, անքեր ես դրա համար չեմ ասում։ Ուղղակի ինձ համար մարդկային հարաբերությունները ամենից վեր եմ։ Երևանը այսպես փոքրիկ գյուղ է։ Բոլորը բոլորին տեսնում են, բոլորը բոլորին ճանաչում։ Քաղաքը իմ սիրելի քաղաքն է։ Դե մենք էլ ենք այստեղ ապրում, հետեւաբար չհաշված օդը, խցանումները, մենք էլ ենք շատ սիրում Երևանը։ Գյուղը, որ փորձում է դառնալ քաղաք։ Հավակնում է դառնալ քաղաք։ Չէ, դե այդ բանի տեսանկյունից, մետաֆորայի տեսանկյունից, որ չափազանց փոքր աշխարհում ենք մենք ապրում անգամ այս տեսանկյունից։ Ձեր երազանքի հյուրը ով է։ Օպրավենքի։ Լակոնիկ։ Ինձ մի տուր, ես այլևս չկամ այդ ամեն ինչի մեջ։ Լավ, մի օր էքսկլյուզիվ։ Չէ։ Ես քանի որ դա ինձ համար մասնագիտություն չի ամեն դեպքում։ Ես կուզեմ շատ մարդկանց հետ թեյեմ, սրճեմ։ Օ, իմ երազանքի դերը շատ են։ Հուսով եմ նրանցից մեծ մասը կխաղամ։ Բայց ես շատ մարդիկ կան, ում հետ կուզեմ զրուցել, թեյել, խոսել։ Չնկարահանվի։ Բայց չէ, դե ինչի պիտի նկարահանվի։ Չէ։ Բազմաթիվ մարդկանց ես կցանկանամ իմ տաղավարում տեսնել։ Կարևոր եռյակը։ Կենթանի։
Այո։ Քսենիա Սապչակ, Յուրի Դուց, Պուտին։ Ռուսաստանի ագենտ է։ Կրեմլ կապի։ Այս հաղորդման բանավորը Կրեմլն է։ Մոսկվայից ագենտ եմ ինչ։ Ես քանի որ շատ ես օրինակ ավելի ռուսական շուկայի սպառող եմ եւ իրենց շոու բիզնեսյան գրքերն են ինձ հետաքրքիր։ Դեպի այս 3 ուղղակի այսպես ռանդոմ եկան մտքից Հայաստանի մասշտաբով կան մարդիկ ում հետ դեռ հարցազրույց չեմ արել։ Չեմ էլ ուզում։ Չէ, ինչի, կան մարդիկ ում անցած ճանապարհը հետաքրքիր է, բայց ես միշտ լավ, չեմ ասում։ Ես միշտ մտածում, եթե մարդիկ չեն խոսում, գիտեմ, որ պետք է լռել։ Եթե կան աստղեր, որոնք հարցազրույց չեն տալիս, դա իրեն շահերից է բխում։ Լռությունը երբեմն։ Բայց երբեմն ինձ թվում է մարդիկ էլ կան, ինչ որ անիմաստ ծանրացնում են։ Այդ թևն էլ կա։ Բոլորը քնարիկի նման մեծահոգի չեն, որ լսի, չէ, ընտրությունը, դա այդ խոսելը ընտրությունը, չէ, ինձ դա խոսելը ընտրությունը ու պահը պիտի հասունանա այդ խոսելու համար։ Եթե մենք նոր էինք օրինակ մեր հաղորդումը սկսել, մի օր աղջիկս Նատալին ասաց. «Մամ, կարուկին նկարի, կարուկը մամաս է»։ Ասում Նատալի, ասում այս աղջիկը գժվել է իր մամային, ասում Նատալի, ոնց ես պատկերացնում, ես կարուկին ոնց եմ հարցերը տալու, մամ, իսկ դու հիմա, բայց անցավ մի տարի, մենք գնացինք Դուբայ, այդ Դուբայի շատ էմոցիոնալ ու ֆիզիկապես ծանր էին մեզ համար նկարահանումները, որովհետև շատ ինտենսիվ էր ու շատ ցած սպառված եկանք։ Ես ցած աչքերս փակեցի, ասված եմ, հիմա ինձ մի հատ լրիվ ուրիշ հարցազրույց է պետք ու ով պիտի լինի այդ մարդը, որի հետ, որ ես, որտեղ արդեն մարդիկ է Դուբայ, այսինքն դու հոգնեցրել ես նաև կապ չունի, որ դրա մեջ Lamborghini էր, թալար էր եւ այլ, իսկապես բացահայտում էր դեմքեր, բայց հասկանում եմ, որ մի հատ ուրիշ բան է հիմա պետք։ Ես ցած մամայից պիտի նկարեմ։ Ու զանգեցի մամայից, մամուս ասաց, բայց լավ ես մտածել, ասի հա մամ, միանշանակ։ Ու երևի իմ ամենադժվար հարցազրույցներից մեկն է եղել, որովհետև շատ նուրբ է այդ սահմանը, երբ որ դու մամայիդ հետ ես խոսում, ու միևնույն է այս կամերան, երբ որ արդեն քեզ նկարում է, ինչքան էլ դուք անկեղծ եք, ինչքան էլ որ դուք մայր ու աղջիկ եք, TV-ն ունի իր աչքը դրված օրենքները, դու դա պիտի կարողանաս պահես։ Ես չեմ պատկերացնում շատ մոտ մարդու հետ հարցազրույց։ Այդ ընդհանրապես մամայի հետ շատ հարցեր անգամ երբ երկուսով եք, արդեն բարդ է խոսել, այդ նույն հարցը կարող ես ընկերոջդ հետ, ծանոթի հետ ավելի հեշտ խոսես ու քննարկես, քան մամայի հետ, որ մնաց տենց մեծ հարցազրույց անել ու ինչ-որ բաներ բացել։ Այն մարդիկ, ովքեր որ քննարկին սիրում էին տանիքներովում, շատ ավելի մեծ թվով դարձան, անկեղծ անհամեստություն չլինի, որովհետև գուցե շատերի համար ես մի քիչ ավելի էքսցենտրիկ, մի քիչ չհասկանալի գուցե լինեի, բայց շատերն էին գրում, ասում են, այ հիմա մենք հասկանում ենք ինչ ես դուտենց։ Այ հիմա մենք քո տեսակը հասկանում։ Իսկ ես մամայիս հետ, մամաս ինձ շատ մտերիմ է միշտ եղել։ Ես իմ բոլոր գաղտնիքները, իմ հենարանը, իմ ուրախությունը միշտ մամայիս հետ շատ կապված է եղել։ Ու անգամ հիմա, երբ որ ինքը, չգիտեմ, արդեն 10-րդ անգամ կարող է գա ու առաջի շարքում կամ 10-րդ շարքում նստի ու նայ օրինակ մեր ազատ զույգը, երբ որ մենք խաղում ենք, Աստվածին, այդ ինձ մի հատ այնպիսի մեծ ուժ է տալիս, մի հատ նենց ամրություն է տալիս։ Իդեպ ասեմ, որ ինքը իմ ամենամեծ քննադատն է, դա չի նշանակում, որ սենց էլ ինքը բայց չեմ կարող այդ էներգիան բացատրել, այդ սերը բացատրել։ Ու ես կարծում եմ, որ սրտի տանիքներովի ամենահաջողված հաղորդումներից մեկն է ինքը։ Մեծամիտ չլինի։ Այն աղջիկները, որոնք ես նկատել եմ, որոնք մայրիկների հետ մտերիմ են եւ այդ այս հոգեկամուրջ ունեն, հա, իրենց հենց մայրիկների հետ, ես նկատել եմ, որ իրենք լինում են շատ առանձնահատուկ երջանիկ եւ լիարժեք։ Մի հատ sense եւ ավելի շատ կապվում այդ լիարժեքության հետ, մի ամբողջական են լինում շատ, իրենք իրենց ճանաչելու եւ իրենց տեսակի մեջ այդպես հետաքրքիր հատկություն է, չգիտեմ ինչու է դա այդ կապից գալիս, բայց գալիս է։ Ասել եմ մամայից հետ շատ մտերիմ, ուլտրա մտերիմ եմ ես էլ մամայի հետ ու ես
Պես ունեմ բնավոր, ես պես ազատատենչ եմ էլի իմ տեսակով եւ ամեն անգամ որ sense այդ храброе сердце այդ բանի, ասես խուտուշներս բաց եմ թողում, պայտակսա մաման ինչ կանի, որ հիմա թե ես սա անում եմ, ասա թե դեռ նստի տեղը, տարելս առանց կտրուկ քայլերի եւ ամեն անգամ ես այդպես եւ իրականում ես մեծ հասուն աղջիկ եմ, բայց ես օրինակ ասում եմ, որ ես կայացած եմ, ես իմ ոլորտում, չգիտեմ, մարքեթինգ, PR, լրագրություն, ես այդպես արդեն ամուր երկու ոտքի վրա կանգնած եմ, բայց ես օրինակ սեպարացված չեմ ծնողներից։ Օրինակ ինձ համար իրենք sense շատ կարևոր նշանակում, իրենց կարծիքը, իրենց մոտեցումը իմ մաման դերձակ է, նա հաղորդավարության եւ լրագրության հետ կապ չունի, բայց երբ որ իմ բարի լույսի եթերն է, ես կարծում եմ այդ հարցը Թերեզա տեղին չէր։ Ասեմ մամա ջան, ռեժիսորը այդպես չի կարծում, ես որպես մասնագետ եւս շնորհակալություն, բայց դա ասեմ ճիշտ էր ասում, մի բան գիտի, հետեւաբար դա շատ կարեւոր է, այդ մամա աղջիկ ինստիտուտը կնոջ կայացման գործում, հետո տենց ես վերջերս ինձ հետաքրքիր մտքի վրա բռնեցի եւ հուզվեցի, որ հայելու մեջ նայեցի ինձ եւ հիշեցի իմ մամային 27 տարեկանում։ Ես արդեն եկա 7 տարեկան էի, երբ որ նա 27 էր։ Ես իրեն այդպես հիշում եմ եւ ասացի ես չասեմ մամայիս ինչ ոնց է հիշում իմ տարիքում։ Դե ես արդեն մեծ աղջիկ էի, երբ մայրս իմ տարիքին էր։ Բայց ես sense ասում եմ, լավ, բայց կան ինչ խոսքն կատուներ, կատուն եւ կա աշխատանք։ Քո ֆավորիտ հարցազրույցը։ Իմ ինչ? Ֆավորիտ հարցազրույցը, որ այդպես քոնն է ինքը։ Չեմ հիշում, երբևէ չեմ առանձնացրել, որ այս մեկը եղել են, բայց որ հիմա ասեմ հիշում եմ, չէ։ Ես բնավորություն ունեմ, երբ մի բան անցնում է, ինչ որ մի աշխատանքային էտապ իմ կյանքում անցնում է, ես այդ էտապի մեջ մաքսիմալ բաներ եմ զգում, բայց հենց վերջացավ անցավ, ես փակում եմ, իսկ վերջացավ, չեմ անդառնում, չեմ փորձում հիշել այդ, գնում եմ առաջ։ Չեմ կարող է ինչ որ մի մաս անգամ, ասենց հիշողությունից այդ ջնջեմ, որ ասեմ ֆայլեր եմ ջնջում, ազատ տեղ եմ բացում ուրիշ ինֆորմացիաների համար։ Ֆոլդերը դիլիտ անում։ Հա, տենց ամբողջը ջնջում եմ, կամ ինչ-որ մի մասը ջնջում եմ, որտեվ էլ չեմ անդառնում։ Հիմա որ ասես հիշում ես քո ֆավորիտ հարցազրույցը, կասեմ չէ։ Գուցե եղել է այդ պահին գիտեի, որ այս մեկը իմ ֆավորիտն է, ես սա սիրում եմ, բայց հիմա դժվարանում եմ դրա մասին հիշել։ Ես հետաքրքիր փորձ եմ ունեցել, երբ որ նախադեպ եմ ունեցել իմ ողջ պրակտիկայում լրագրողական, որ ես դուրս եմ եկել եւ իմ մոտ զգացողությունն էր, որ ես ոչ թե հարցազրույց արեցի դերասանի հետ, երբ առաջին եւ միակ զգացողությունն ա եղել, որ ես հարցազրույց եմ արել հերոսի հետ, ում նա մարմնավորում է։ Եվ հետո եզակի դա դեպք է եղել իմ կյանքում, այլ որևէ նախադեպ եւ միջադեպից ոչ չի եղել։ Այսինքն հերոսի, որը ինքը մարմնավորում է, իմ մոտ տպավորություն էր, երբ որ մենք հարցազրույց արեցինք եւ ավարտեցինք, որ ես հերոսի հետ հարցազրույց արեցի։ Որովհետեւ կերպարը իրեն բաց չէր թողել, կամ ինքը կերպարին, թե ինքն էր ինչ որ կերպ հերոսացել։ Թե մենք, թե ում մասին է խոսքը, այսպես բացահայտելով խաղաքարտերը, սիրելի Սահմի նկարահանումներն էին Գյումրիում, երկար պատմություն է, ես կպատմեմ, ինչ կուզեք կկտրտեք, ինչ կուզեք կթողեք։ Ես եւ Իննան գնում ենք Գյումրի։ Ես եւ Իննան գնում ենք Գյումրի, առավոտ ժամը 7-ն է։ Իննան ունի վարակիչ բնավորություն նախ, ես ու դու դա շատ լավ գիտենք, դուք եւս, Իննան վարակում է իդեայով, գաղափարով, որևէ նախաձեռնությամբ, եւ ճանապարհին նա ինձ պետք է այդպես պատմեր, բրիֆ աներ, այսպես ժամանակակից լեզվով ասած սիրելի Սահմին, ճանապարհին Իննան զանգում է, որ ես հասել եմ դուրս արի, հեռախոսը դնում է մեքենայի վրա եւ մենք գնում ենք Գյումրի։ 3 րոպե անց մենք հասկանում ենք, որ հեռախոսը չկա։ Մենք չենք վերցրել էլ վրայից հեռախոսը եւ այդպես գնում ենք Գյումրի։ Ետ ենք վերադառնում առավոտ ժամը 7-ն Արմենիա հեռուստաընկերությունն եմ, ես եմ Իննան, մեր լուսանկարիչն ու պահակները։ 1 կիլոմետր վերև, 1 կիլոմետր ներքև չկա հեռախոսա համար ու ես զանգում եմ ու իմ ներսի են տրիվոժնիկը, ասեմ հարային մարդու հեռախոս, պատկեր Իննա Խոջամյանի հեռախոսը գտնեն ինչ կանե, բայց ասում Թերեզա, այս տախտակ մտքեր այդ պահի քեզ մեկ ձյաձյա է
Դու էսում հերոխոսն է ինչքան մի րոպե մեկը չեք թողում պատասխանեմ այն մեկի։ Ասում եք որտեղ եք մենք հիմա կգանք կվերցնենք։ Եվ մենք գնում ենք, սա հետաքրքիր պատմություններ զվարճալի։ Սկիզբը ճանապարհին ես Իննան եւ մեր լուսանկարիչը կանգնում ենք, քաբաբ ենք ուտում, լիցքաթափվում ենք եւ շարունակում գտել ենք հեռախոսը, հեռախոսից հտարներ մնացել։ Այսպես ցնցվել էր Իննայի iPhone-ը եւ մենք գնում ենք Գյումրի, նկարվում է Սիրելի Սահմին եւ այսպես արկա էր Ձիթողցոնց թանգարանում։ Մենք արկայից ներս ենք մտնում, ցուրտ նոյեմբեր ամիս Գյումրին չոր են սառը եղանակը։ Ես տեղափոխվում եմ 1800-ականներ։ Ինչպիսի դեկորացիա, ինչ մոտեցում, ինչ տրամադրություն եւ միակ ժամանակակից հագուստով մարդը, ըստ հաֆ այնտեղ կուլիսներում աշխատում էր, դա Գոշն էր իր դուտի կուրտկայով, մտածած բոլորը այդ վայբի մեջ են եւ այդտեղ մասսայական տեսարան է։ Մոտ 40 հոգի էին գնում եւ ես այդ օրը ողջ այդպես դրա պրոֆեսիոնալիզմ ես մի ողջ աշխատանքային օր իրենց հետ եմ որ Սիրելի Սահմիի էքսկլյուզիվ բեքսթեյջը տանք այդ օրը խոսում եմ Իննայի հետ առանձին հարցազրույց որպես հերոսուհի այդ օրը խոսում եմ Գոշի հետ չգիտեմ սցենարիստներ մի խոսքով բոլորի հետ այդտեղ մասովկի հետ եմ զրուցում շաուրմա մի խոսքով ես աժոտաժի մեջ եմ գիշերվա ժամը 3-ն է Ձիթողցոնց թանգարանում մթություն անջատած են լույսերը, այնտեղ կա տարազների հատված հայկական։ Երկու տաբուրետկայի վրա ցածր էսպես նստած եմ ես, Թերեզա Հովհաննիսյանս դիմացս նստած է Սոս Ջանիբեկյանը։ Նստած է իր այդ պալտոյով, այդպես Միհրան Ժամագործյանի բեղերով։ Բնականաբար լույս չկան, որ այնտեղ նստենք հարցազրույց անենք։ Տոտալ մթություն է, ես հարցազրույցի ամենակարևոր կետը դա մարդու աչքերը պիտի որսաս, հայացքը պիտի որսաս։ Ես այսպես Սոսի աչքերն եմ ուզում գցեմ գտնեմ, երբևէ չեմ հիշում որևէ հարցազրույցից այդքան տպավորված դուրս կամ։ Էլի եմ ասում գիշերվա կամ 3-ն էր, այդպես մթություն, ցուրտ, արդեն ամեն ինչ նկարել ենք, ամենածանր տեսարաններ առջևում, որ պետք է -7 աստիճան էր, սառը ջուր լցներ եւ գնար այդպես պարկեր, այդ տեսարանից առաջ մենք հարցազրույց պետք է անենք։ Ես իսկապես այն տպավորության մեջ էի, որ Միհրան Ժամագործյանի հետ արեցի հարցազրույց, իր ժամանակաշրջան, իմ մոտ այդ տպավորությունն էր, որ ես 1800-ականներն է, ես այդտեղ եմ, այդ ժամանակահատվածի հերոսի հետ եմ, մի կարճ դադար ենք մենք ունեցել 2000-ականներ տեղափոխվելու, երբ նա Անայիսից է խոսել։ Երբ իր դստրիկից սկսեց խոսել, միայն այդ հատվածում ես Սոսին տեսա։ Միջև այդ ինքն ենքան էր իր մարմնի վրա, միջև այսպես բջիջներ ինքը լրիվ Միհրանն է։ Եվ ես հետո նաև ասում էի, որ սա այն եզակի դեպքն ու պրոֆեսիոնալիզմն է, երբ ինքը միջև ուղն ու ծուծը իր դերի մեջ էր։ Եվ ինքը անգամ ստոպերի ժամանակ, երբ որ ես այդ օրը տեսնում էի, ինքը միևնույն է, այսպես սեպարացված իր մտքերի մեջ, այսպես առանձնացված, եւ դա եղել է իսկապես, դա եղել է գրավոր նյութ, եւ ես այդքանը պետք է դեռ թղթին հանձնեի։ Այսինքն դա մեդիա չէր, դա այսպես նկարահանվող տեսանյութ չէր, բայց ես հիշում եմ, որ այդպես շատ տպավորված էի դուրս գալիս հարցազրույցից։ Ստվում է այդ քո տպավորությունը հետո մենք տեսել ենք արդեն ֆիլմի տեսքով, որտեղ Սոսը շատ համոզիչ էր, շատ Միհրան էր Սոսը։ Ես չգիտեմ ինչ վաստորգի մեջ է իրենից այդ պրոյեկտից հետո շատ տեղեր եմ իրեն տեսել, բայց ոչ միտեղ Սոսեին վրա այդպես չի ազդել, ոնց որ այդտեղ ասում էի, բայց ինչն է որ այստեղ Սոսն է, հա, ու ես գիտեմ իրան։ Գիտեմ իր խաղալու կերպը, գիտեմ իր բնավորությունը, գիտեմ իր օրգանապես իրան ճանաչում եմ։ Բայց մի տեսակ շատ այդ մագիան, որը որ կար, այդ մագիան տեղի էր ունեցել ու այդ շատ հավես էր։ Ինքն էր հավատում, այդ դա էր հաղթաթուղթը։ Դա հավատում էր իր հերոսին։ Այդ ֆիլմում այնքան sense բարագից կար իրականության եւ կրինժի միջև։ Մի փոքր թումաչ իրենք անեին։ Ես էլ օրինակ դուք հիմա խոսում եք, հասկանում եմ, որ ձեզնից զգալիորեն սակավ, էմպատ եմ եւ հուզախառն, բայց օրինակ Սահմին ինձ էլ է տպավորել։ Ես անգամ այդպես հիշում եմ, որ փակ դիտումն էր վերջին սերիայի, ես գիտեմ որ սցենարը, ես գիտեմ վերջաբանը, ես հուզված եմ։ Իննան ինձ մոտեցրեց, ասում կյանք, բայց գիտեմ իր ոնց է։ Ես ոնց նա գնաց ամասը։
Իսկապես դա հայկական արտադրանք, առհասարակ այդպես հիմա նշաձողը բարձրացնում են մեր գործընկերները եւ լավ աշխատանքներ են սկսել նկարահանել։ Շատ տարբեր հարթակներում կան շատ հետաքրքիր պրոյեկտների մեկնարկ, որ ես ասում եմ այդ մրցակցությունը պիտի լինի, որ որակապես բարձրանանք, թե չէ սենց մի մոտավորապես 10 կամ 10-ից ավել տարի ինչ որ սերիալի բանի մեջ էինք, անորակ սերիալների այդ բանի մեջ էինք, ռեքի տակ գնում էր եւ ասում էին, հա, դե պետք չի սրանից ավելին անել։ Մենք ունենք նայող, մենք ունենք հեռուստադիտող, եկեք տեսանենք, բայց հիմա արդեն չէ։ Հիմա արդեն կան մարդիկ, որոնք անում են ուրիշ գործեր, անում են որակով ու ստեղծում են մրցակցություն, այդ մրցակցությունն էլ բերելու է մեզ այն որակին, որ լավ Netflix չի լինի, բայց գոնե չենք ամաչի, այսպես ասեմ, էլի։ Մենք մեր արածից կամ մեր տեսածից։ Փոխում են, հա, ոլորտը իրականում տենց առաջ շարժվում։ Քնարիք երբ ձեզ կտեսնենք հեռուստաարտադրանքներում։ Ես արդեն բանում եմ։ Արդեն ինքս Տանիքում եք։ հարցազրույցները։ Հիմա դու ես տանիքում, այ ուրիշ չեմ քեզ հարցեր են տալիս։ Մենք տանիքում ենք, ձեր կոմֆորտ զոնան պահպանում։ Ես գնամ։ Քեզ թողնեմ Թերեզայի ճիրաններում։ Իրականում դեռ այդպիսի լավ առաջարկ չունեմ։ Շատ ուրախ կլինեմ, եթե ունենամ այնպիսի մի առաջարկ, որը ինձ կոգեշնչի, որ ես գիշեր ցերեկ կուզեմ այդ կերպարով ապրել, մտածել, բայց առայժմ կասեմ, որ երկի թատրոնում ունեցանք Ազատ զույգը, որը արեց Գրիգորը Խաչատրյան, իմ շատ լավ ընկերը, որ իմ համակուրսեցին է, որի հետ ամեն անգամ ներկայացում անելը դա պատերազմ է, արդյունքները, թվում է թե այլևս ընկերոջ չի ու խզվում են բոլոր հարաբերությունները, որովհետև ես ինքս ունեմ ռեժիսորական կրթություն։ Մենք կուրսում 2 աղջիկ էինք, 8 տղա էին։ Ինձ որ ասում են, դու ինչի ես ընդունվել ռեժիսորական բաժին, նա ընդունվել դերասանական, որտեղ ես ի սկզբանե միշտ ուզեցել եմ դերասանուհի լինել։ Ես ասում եմ, որպեսզի չասեմ, ինձ ասեք, ես անեմ։ Որ ես իմանամ ինչ անեմ։ Բայց ես հասկացել եմ, որ Գրիգի հետ այդ հակասությունների արդյունքում խաղընկերս Մխիթարն է Ավետիսյան ու շատ սիրում եմ իրան ու ինձ թվում է կերպարը հենց իր համար է գրված։ Ունեցանք Ազատ զույգը։ Ազատ զույգը ինքը ֆորմատով մի քիչ տարբեր ներկայացում է ստացվել, որտեղ այնտեղ կան ինտերակտիվ պահեր, բայց ինքը չի խանգարում, որ դու այդ կերպարը տանես շատ վերապրումով, այստեղ մի հատ էլի շատ նուրբ կետ կա, որ Գրիգը ասում էր, քնար, մարդիկ քեզ տեսել են տարբեր կերպարներում, ասում Գրիգ, այդ մարդիկ, որոնք որ ինձ տեսել են, ինձ երկար տարիներ չեն տեսել հիմա բեմում, այդ գլխավոր կերպարները, ինձ տեսել են մարդիկ, երբ որ Ալբերտ Մկրտչյանն իմ թատրոնի գեղեցիկ, երբ որ ես խաղում էի Հացթուխի կինը, Երկուցկյան պատմություններ, Զբոսայգուն ոտաբոբիկ, հա, ինքն ասում էր դու այս թատրոնի հիմա դերասանուհին ես, իսկապես տենց մետրից տենց խոսքեր լսելը ինձ համար միշտ շատ թանկ էր, բայց նաև ինքը միշտ ասում էր քնարիք վերջ տուր այդ մանր քայլերը, դու երբ որ ես հիմա տեսնում եմ, որ ինչ որ մի դերասան կամ դերասան այդ մանր քայլերը վկնում, ես մի անգամ հասկանում եմ, ուշեղի ճիշտ է իր ասում ես սուտ թատրոնը։ Բայց նույն Մանեին Գրիգորյան այնքան եմ սիրում, այնքան շնորհակալ եմ իրեն, որտեղ երկի թատրոնը իմ կյանքում այնպիսի մի հատ էտապ էր, երբ որ ես գնացի Մեհեր Մկրտչյան թատրոն Ալբերտ Մուշեղիչի հրավերով, ինձ հրավիրել էր որպես ռեժիսոր, որտեղ իմ ռեժիսորական աշխատանքը շահեց դիպլոմային է, ասաց երիտասարդ ռեժիսոր եմ ուզում, թատրոնը նոր է բացում, եք ասի ոնց ես ասեմ էլի, ես ինձ չեմ սիրում բեմադրել, ես շատ սիրում եմ խաղալ, եթե դուք ինձ կվերցնեք որպես դերասան։ Մարդու դեմքը էլ, ասենք գտել է գործընկերներին, ասում ռեժիսոր եմ գտնում, քնարիք ներողություն, այլ նախագծեր ունեմ։ Ու առաջի շտատը իմ եւ Լալա Մնացականյանին էր։ Այնպես որ չգիտեմ, հիշում եք թե չէ, բայց անգամ հարսանիքս էր թատրոնից։ Ու ինքը Մուշեղիչ հետ ինքը չգիտեմ, ասում էր գժախել առս եկավ, ես մտնում էի թատրոն ու դա իմ տունն էր։ Երբ որ թատրոնը նոր է ստեղծվում, երբ որ դուք եք դա ստեղծում, դա մի հատ լրիվ ուրիշ զգացողություն է։ Երբ որ ես երազում էի օրինակ իմ հարսանիքի մասին, մի օր ասացի Աստվածին,
Հենց կզամ, որտեղ ես այդ մեր մուտքերը, բան չեմ սիրում հայկական, չէ՞, շենքերի մուտքերը, հիմա որ նորակառույցներում ամեն ինչ ավելի գեղեցիկ է, բայց ամեն դեպքում անկախ դրանից ես պատկերացնում եմ, որ իջնում մեծ գեղեցիկ աստիճանների ու հասկացա, ասեցի, «Ոայ ինձ կերազեմ, որ իմ հարսանիքը թատրոնից լինի»։ Ու հենց մեր Մկրտչյան մտնում եմ, դիմացի դեռնած գեղեցիկ աստիճաններ ու ասեցի, ու Ալբերտ Մուշեղի չի ինձ իջացնի աստիճանները ու ձեռքս հանձնի ամուսնուն։ Այդպես էլ եղավ։ Ու միակ պահն է եղել, երբ որ ես իմ հարսանիքին հուզվել եմ, դա հենց այդ վայրկյանն է, որ մենք Մուշեղիչի հետ հայտնվեցինք այդ աստիճանների վերևում, ու ներքևում իմ բոլոր ընկերներն էին, որ սկսեցին ծափահարել, աչքերս լցվեց, հետո ասի Քնարիկ, ես մեյքափ կպչեմ։ Քնարիկ առաջնահերթությունները հիշի։ Ու անկեղծ դրանից հետո բավականին երկար ժամանակ ինձ մոտ հետո եղավ Շեքսպիր, կամակոր կնոջ Սանձահարումն էի խաղում, կամակոր կինը, բայց եղավ մի հատ էտապ, երբ որ ես ուղղակի ոչնչացված էի, որովհետև ես հայտնվել էի 0 կետում։ Ինչ էինք անում։ Իմ ընկերը Հայկ Սարգսյան, որը իմ խաղընկերն է թատրոնից գնաց, որի հետ մենք ամբողջ խաղացանկը մեր ուսերին էր։ Ու ես դեկրետից վերադարձա, ես չունեի ոչ մի դեր, ես ու Ալբերտ Մուշեղիչը արդեն հիվանդ էր ու Մհերներ Մկրտչյան, այսինքն դու սկսում ես 0 կետից ու դու պիտի ապացուցես ու դու պիտի նորից սկսես, բայց քեզ պիտի տան այդ հնարավորությունը։ Արեցինք Հրեշուլուսնի վրա Սամվելի հետ Թոփալյան խաղում էինք Արեզելի Գրիգորը Խաչատրյան, բայց հետո էլի սկսվեց մի հատ էտապ, որտեղ ես զրկվեցի իմ բոլոր դերերից, ու այդ էտապում, իմ ամենածանր մոխրացած էտապում, երբ որ ես շատ ստրեսի մեջ էի, ծնվեց սրտի տանիքներով։ Ես ուղղակի ամեն օր երբեմն ես գիտեի, որ ես ուզում եմ հարցազրույց, երբ որ ես դեռ փոքր էի, ես միշտ նայում էի Օփրա Վինֆրիին, ու ես ասում եմ, Աստված ինձ եմ ուզում, ես էլ տենց նստեմ ու մարդկանց հետ զրուցեմ, որովհետև ինքը միշտ ապրում ակցում է իր հերոսի հետ։ Ու անգամ ինքը գրկում է, ինքը ձեռք է տալիս իր իմ համար այս Ինչ կորա Քնարիկ ջան, հարց շատ կարևոր է։ Էսա ինքն էլ է հալվելու։ Դու մտնում ես հյուրերի ցանկի մեջ մանրից։ Ես մի քիչ շատ դժվար է ինձ հալեցնելը, բայց հարց չկա։ Դե լավ, Տերեզա, չէ։ Բայց ուզում եմ ասել այդ ես անկեղծ եմ ասում, քայլում էի փողոցում, ես գիտեի ինչ էի շատ ուզում, ես դրա համար չունեի բավականաչափ դրամ, բայց ես որպեսզի ներդրում անեի, Հրաչյան եղբայրը Շարմի գլխավոր ռեժիսորն է, ասում էր, որտեղ տանիքում նկարել իր գաղափարն էր, ասում էր, արի պիլոտդ նկարենք, հետո դու դա ցույց կտաս ու ասում եմ, չէ, ես տենց չեմ ուզում։ Ու ես հանդիպեցի իմ Մուսա Production-ին, շատ եմ իրան սիրում, Մոսոյին ու Գայանին, որովհետև ես անկեղծ եմ ասում, կարող է սենց շատ պաթետիկ հնչի, բայց մենք ոնց որ ընտանիք լինենք։ Ու այդ ջերմությունն է մեր, իրար սերն է մեր, իրար օգնելն է մեր։ Մի անգամ ասաց Քնար Լամբորգինի հարցազրույցից հետո, երբ որ ես շատ լարված գնացի, բայց փառքաստո ստացվեց, մի խոսքով այդ չի ականին, ասաց դու միշտ հիշի, ինչ իրավիճակում լինես, ես միշտ քո կողմից եմ։ Դա շատ պարզ է, չէ՞։ Չէ, բայց ես գիտեմ, որ հա, իրանք միշտ իմ կողմից են, միշտ իմ կողքին են։ Ու այդ տանիքներով ինձ տվեց ուժ, ես երգվում եմ, ես զանգել եմ Ելենա Աշակյանին, զանգել եմ Դիանա Գրիգորյանին, որպեսզի ինձ դասեն սերիալներ, որտեղ ես խեղդվում էի առանց խաղալու ու առանց դերերի։ Բայց բոլորը ասում էին, որ շատ լավի նկատի կունենան Քնարիկյան, որտեղ ես այդ մարդկանցից, այո, ստացել էի մինչև դա առաջարկներ։ Երբ որ 4 տարբերակներ, երբ որ երկու Արմեն Աստղերն էին, երբ որ դեռ նոր էին Դիանա Գրիգորյանի սերիալները, ես մերժում էի այդ սերիալները, մերժում էի բազմաթիվ գլխավոր դերեր, բայց եկավ էտապ, երբ որ ես խնդրում էի ու ինձ ոչ միտեղ չէին վերցնում։ Բայց երբ որ եղավ սրտի տանիքներով, երգում եմ, ես ստացա շատ տարբեր առաջարկներ, շատ տարբեր նախագծերից ու սերիալներից։ Ու ես ոչ թե հիշաչարությամբ, բայց որ գիտեք, ես հիմա չեմ ուզում նկարվեմ։ Ես հասկացա, որ ես ուղղակի չեմ ուզում նկարվեմ, որ ես հիմա դրա կարիքը չեմ զգում, որտեղ ես այդ սերիալներում որպես դերասանուհի ինձ հոգեպես եւ պրոֆեսիոնալ առումով բավարարված չեմ զգալու, դա նա չի, որ ես ուղղակի Երևան, իսկ ուղղակի Երևան ինձ այլևս պետք չի։ Դե վերջ-վերջո եթե լինեին այդ նախագծերը, դու չէիր կենտրոնանա սրտի տանիքներով եւ դա չէր լինի այսօր, այսինքն լինում այն ինչ որ պետքա լինի ու այն ինչ որ դու իսկապես ուզում էիր, այդ սա լավագույն տարբերակն էր։ Ես ունեմ հարց։
Մեկ լրագրության դեպքում ես ու Տերեզան էսը փոխվում ենք։ հա ինտենսիվ research արվում։ Այսինքն ի գործ են գալիս քո ողջ համայնքը, քո ծանոթ բարեկամ, մեդիա, որովհետև ուղակի հարցազրույց նայելով ինչ-որ հատվածից, ես օրինակ չեմ կարող եմ իհարկե հարցազրույցի պատրաստել, որովհետև օրինակ այդ պահին դիմացի հարցազրույցավար ավելի էմպատ կգտնվի եւ չի տա օրինակ վատ հարց, որ պետք էր այդ պահին, ես կգրեմ իմ մոտ, կասեմ, օքեյ, մենք սա կբարձրաձայնենք, բայց օրինակ այդ դեպքում դուք ոնց եք պատրաստվում, եթե գալիս են ձեր մտերի մարդիկ եւ դուք օրինակ չունեք որոշակի խաղաքարտեր, օրինակ 3 անսպասելի հարց, որ ինքը անգամ չի պատկերացնում, որ դուք ունեք այդ ինֆորմացիան, որտեղ դուք ընկերներ չեք առնվազն։ Դուք մարդիկ եք, ովքեր այդ պահին ռեքից 15 րոպե առաջ տեսնելու եք միմյանց, մինչեւ այդ էլ ինչ-որ ադմին զանգահարել եւ հրավիրել է հարցազրույցի։ Նախ ադմին չի զանգահարում մեր մոտ, ես եմ զանգահարում, տանիքները ես եմ գտնում, ինձ մոտ կան բոլոր տանիքները, Ռազմիկի տանիքը։ Ինձ միշտ հետաքրքիր է, ես որ նոր էի նայում Երևանում ինչքան տանիք կա, դու գիտես, չէ՞։ Ինչ անելու էս աղջիկը, ես որ նայում էի, ասում ջուր ա դնելու Երևանում, ինչ անելու գնաց Դուբայ։ Ժամանակից խնդիր է։ Արդեն Դուբայի տանիքներն էլ գիտի։ Բայց նախ ես եմ զանգահարում ու խոսում, հազվադեպ ա լինում, որ ինձ լրիվ անծանոթ մարդ, բայց որ ես ճանաչում եմ, մենակ Զիրոյանին ես չէի ճանաչում։ Ու ինձ վրա ինքը մի քիչ sense լկստված տպավորություններ թողնում։ Ինչ որ բան փոխվել է հարցազրույցից հետո։ Այո, շատ եմ իրեն սիրել։ Իմ համար այնքան կարևոր է տղամարդը իր մամային ոնց է գնահատում սիրում։ Ես միշտ մտածել եմ, որ տղամարդը ոնց որ իր մամային է գնահատում սիրում, ապագայում իր կնոջն է տանց վերաբերվելու։ Ես այդպես չեմ մտածում։ Դու էլ։ Բայց ես կլռեմ։ Ես անկեղծ, հա շատ եմ սիրել Զիրոյանին։ Մենք ունենք 12 րոպե, եթե կան այլ ասելիքներ ասենք, եթե չէ փակենք։ Դուք պետք է ասեք, ես կարծում եմ դուք շատ այլ ասելիքներ ունեք։ Միանշան, այդ լրագրությունը դա ես հիշում եմ, որ հիասթափված էի եւ ուզում էի լքել ոլորտը, այդպես բարբերաբար լինում է։ Դասախոսս ասաց Թերեզա, լրագրությունը դա գրքոց սիրուհի է, որին երբեք չես կարող թողնել։ Ասեցի, կարող եմ։ Այո, լրագրությունը այդ ադրենալինն ու դրայվը ինֆորմացիայի հավաքագրման եւ դուք ես զգում ես երկրից երեսի տեղը տիրակալը։ Ես հիշում եմ, որ ունեցել եմ кейսեր հարցազրույցների, որ օրինակ հրավիրել եմ եւ այդպես վաբանկ եմ գնացել, կոզերներ եմ ունեցել, որ մեդիայում չի եղել եւ ուղակի ներքին ինֆորմացիաներով եմ ես որոշակի բաներ բացահայտել։ Ես այդ հյուրի ապշահար դեմքը, թե դու դա որտեղից գիտես, դա իմ համար 1000 բան։ Գուցե մենք դա չդնենք, գուցե մենք դա չօգտագործենք, բայց դու որպես լրագրող, եթե իրավիճակին այդպես բարձրից ես նայում եւ շատ ավելիին ես տիրապետում, քան օրինակ կարող ես պատկերացնել, բայց չպիտի վնասես։ Ես իմ կարիերայում չեմ ունեցել գետ մի իրավիճակ, որ գետ մեկ մարդու խոսք լղոզեմ կամ կոնտեքստից հանեմ։ Անկամ եղել են կոնֆլիկտային իրավիճակներ, երբ որ ասեն, ինչու եք դրել այս վերնագիրը այս լուսանկարով։ Հարազատս քո ասածն է, չէ, եւ քո լուսանկարն է։ Դու չունես իմ հետ ոչ հարց, ոչ պատասխան, չասի, չնկարվեիր։ Ես մի անգամ այդպես հարցազրույց եմ ունեցել տարիներ առաջ։ Ու ամուսնության թեմայի հետ կապված, չեմ հիշում հիմա ինչի մասին ենք խոսել, բայց հարցը հնչել այսպես, դուք չեք պատրաստվում ամուսնանալ, ասել եմ, չէ, դեռ չեմ ամուսնանում, դեռ չեմ ամուսնանում, պատասխանած այդպեսին է։ Ուրեմն մի որոշ ժամանակ հետո հայտվում է նյութը վերնագրով, չեմ ամուսնացել, չեմ էլ ամուսնանալու։ Բայց հիմա այսօր այդ նյութը, որ հիշում եմ, ասում եմ ճիշտ էր դրել այդ աղջիկը։ Մի բան գիտեր, որ դրել էր այդ նյութի վերնագիրը, բայց այդ ժամանակ իմ համար այնքան աբսուրդ էր, ասում եմ, բայց ես չեմ ասել նման բան։ Ու չէի հասկանում պրովոկացիան այդ վերնագրի, այսինքն ինչն է հետաքրքիր, հա կարող այն չոնտեղ գրեն, մեկը գրի ջանդամին ամուսնանաս, չգիտեմ ինչ բան, այ սենց եք մտածում, որ չգիտեմ ինչ, գուցե հետաքրքրություն առաջացնի, բայց այդ ժամանակ չէի հասկանում, իմաստը ո՞րն էր տենց փոխելու վերնագրելու, ու միշտ հենց ասում են աղավաղված վերնագիր կամ բան,
Կամ ինքս որ վերնագրեր էի ընտրում արդեն հաղորդման համար, միշտ ասած առաջին շարք գալիս էր մտքիս, որ չեմ ամուսնացել, չեմ էլ ամուսնանալու, ասում եմ Ռոզ հանգարց այտենց բաներ չանես։ Նենց նյութը վերնագրի, որ հստակ համապատասխանի հյուրի խոսքին, ու աղավաղված, փոխած, ինչ որ բան չլինի, որ մարդու մոտ հարց չծագի, ինչու է սենց փոխել կամ միտքս էս շեղել եւ մարդիկ կարող են ուրիշ բան հասկանալ ու միշտ հիշում եմ չեմ ամուսնացել, չեմ էլ ամուսնանալու, չգիտեմ ով էր այդ լրագրողը չեմ հիշում, բայց իրեն լրագրող դուք ճիշտ եք Never say never, դու չգիտես, գուցե մենք էլ քեզ թատրոնից հանենք Ուզես Վարուժի հետ խոսամ, թե ոնցու քեզ տանի ամուսնուդ մոտ։ Չէ, ուղղակի մենակ իրեն գիտեմ դրա համար։ Մեզ էլ գալիս է հեսա Մոսկվայից։ Ես երկու տեխնացուն ունեմ։ Ինչի տեխնացուն, որ ինձ թատրոն։ Որ քեզ տանեն, այո, թե ոնցու իջացնեն ամուսնուս մոտ։ Վարուժի մհերին գտանք, մնաց ամուսնու հարցը լուծենք։ Վարուժի մհերի հարցը հեշտ է։ Արագ լուծեցին տղաների հարցը։ Ինչ որ երկար տասնամյակներ այդ հարցը չի լինում լուծել, ուրեմն այդ հարցը թողնենք հենց այդպես թող մնա։ Թող այդ աղջիկը ճիշտ լինի, խնդրում եմ։ Թող վերջում ինքը մի հատ էլ նյութանի ու ասի, տեսակ, ես գիտեի ինչ էր ասում, սենց է ասել։ Ու ես ավելի կողմ եմ նրան, որ ինքը ճիշտ լինի, էլի։ Մենք հանգիստ ապրենք դեպք, երբ հյուր է եկել է եւ իսկապես այլ պատկերացում եք ունեցել նրա մասին։ Զիրոյանը մեկ հետո որ օրինակ տենց եկել է անձնավորություն, որի մասին շատ այլ կանխակալ վերաբերմունք եք ունեցել, գուցե դեպի լավը եւ հետո բացահայտվել է որ ախմախն եմ քեր։ Շատ անկեղծ պիտակավորում, շնորհակալ եմ օգնության համար։ Ես չէ։ Բայց ես չեմ ունեցել նման դեպք։ Իմ մեջ է խնդիրը կարճացած։ Չէ, ես չեմ ունեցել։ Անկամ զարմանալիորեն եղել են մարդիկ, որ մտածել եմ, օй, ինչ որ սենց շատ պաթետիկ դեմքեր են, բայց հետո շփման խոսելու մեջ ասել եմ, «Վա, ինչ լավն էր, ինչ մարդ էր, ինչ հասարակ, ինչ հեշտ էր շփումը»։ Ու եղել են դեպքեր, որ այն մարդիկ, ում հետ մտածել եմ ավելի հեշտ է լինելու հարցազրույցը, ավելի ծանր ու դժվար է եղել եւ հակառակը։ Մտածել եմ, տեսնես ոնց է լինելու, ավելի քիչ եմ ճանաչում, բայց ավելի թեթև, ավելի հանգիստ, ավելի ազատ շփում ա եղել։ Այդ դե պարադոքսն է, որ նախապես քանի որ քննարկի դեպքում դեռ ինքը նախապես տեսնում հյուրին ու արդեն հասկանում է ոնց է նկարանման ընթացքը լինելու։ Իմ մոտ այդպես չի, ես միանգամից տաղավարում էի հանդիպում ու այդ պահին արդեն պետքա այն ինչ որ կլիներ հենց այդ պահին։ Բայց ասեմ, որ երբեք այդ զրույցի ընթացքում մենք չենք խոսում այն հարցերը, որ ես առհասարակ օրինակ տանիքում պիտի մենք խոսենք, որտեղ այդ առաջին լսելու ու պատասխանը ընկալելու անկեղծությունը այդ չի լինում։ Ուղղակի այդ հանդիպումները նրա համար են, որ դուք ավելի ջերմանակ Ես դա չի խանգարում, միևնույն է, ես ի վերջո գալիս եմ վերադառնում եմ բացարձակապես չեմ ցանկանում որևէ լրագրողի աթոռ կամ տեղ զբաղեցնել, բացարձակապես։ Սա դրա մասին չի, սրտի տանիքներով լրագրողների մասին չի, սրտի տանիքներով ընկերների մասին է։ Դուք ուղղակի այդպես երկու հոգի հավաքվում եք Ես նայել եմ, շատ էպիզոդներ չեմ նայել, անկեղծ կլինեմ, նայել եմ այն մարդկանց իսկապես անկեղծ, ու ես գիտեմ, նաև օրինակ իրական կյանքում ես իրենց հետ շփվել եմ եւ ինձ հետաքրքիր է եղել այդ դիտանկյան տակ իրենց տեսնելը։ Բայց հետաքրքիր է, դա էլ է մոտեցում օրինակ։ Ես շատ թողարկումներ եմ նայել, ինչ խոսք, ինձ միշտ հետաքրքիր է եղել նայել, որովհետեւ մի հատ լավ բան եմ նկատել։ Հյուրերը ուրախ են այդ հաղորդման ժամանակ։ Հետաքրքիր բան։ Օրինակ, գուցե ինձ թվում է ինչ-որ չափով քնարիկն է ջարդում այդ պաշտոնական կողմը, որտեղ ինքը շատ պաշտոնական չի եւ հյուրը ուրիշ տրամադրության մեջ է լինում։ Ու ուրախ են հյուրերը։ Նայում ես մարդիկ ուրախ են, ասում ես, ուզում ես մեկ նայել բան, որ մարդիկ ուրախ են, բացի նրանից որ անկեղծ են, բացի նրանից ինչ են խոսում, ինչի մասն են խոսում։ Կարող է իրենք դրամատիկ ինչ-որ բանից էլ խոսեն իրենց կյանքի ընթացքում տեղի ունեցած, բայց այդ մարդիկ ընդհանուր առմամբ ուրախ են, նայում ես, ասում ես, չլավ է լսի, մարդիկ ուրախ են, որտեղ երբ ուզում ես տեսնես դա։ Ինձ թվում է վերջի շրջանի ամենաստացված նախագիծը հենց այդպես է։ Ես Մանեին շատ եմ սիրում, նախ ես էլ Երգիպետական թատրոնի սան եմ եւ ես շատ եմ ուրախանում թե թատրոնի ներկայիս հաջողություններով,
թե Մանեն երկրից երեսի են աշխատասեր մարդկանցից մեկն է եւ բարուրից այդ թատրոնում է այդպես ամեն պատ ամեն Ինքը ֆանտաստիկ հոգատար ու զիլ ղեկավար է, որին շատ սիրում ու հարգում։ Այո։ Մենք այնքան կարևոր է, որ քեզ շատ սիրեն ու հարգեն։ Չվախենա, սիրեն ու սիրելուց զանան ամեն ինչ անեն։ Խոսքը նույն տեխնիկական կազմի մասին է, որտեղ երբ որ մենք անում ենք մեր ներկայացումը, այդ փորձերը երկարաժամյա, երբեմն էմոցիոնալ, բայց այդ անտրտունջ ու շատ նվիրումով այդ ջերմ էմոցիաներով աշխատանքը ստանում ես այն ժամանակ, երբ որ մարդիկ դա շատ սիրելով են անում։